Արշակ Հայրապետյանն արդեն երկրորդ տարին է Կոռնիձոր գյուղում ոլոր է ցանում։ Անցյալ տարի փորձնական էր ցանել գյուղատնտեսության աջակցության Սյունիքի մարզային կենտրոնի խորհրդատուների աջակցությամբ։ Արդյունքը գոհացնող էր, այս տարի կրկնակի շատ է ցանել, կրկնակի եկամուտ ստացել։ Ես իմացումարա ցանեցի։ Հիմա լավ է, բերքատվությունը ունի։ Լավ է, սորինի եշած, գարու եշած, լավ շուկայական արժեք ունի, պահանջնել ունի։ Գյուղատնտեսության աջակցության Սյունիքի մարզային կենտրոնի խորհրդատուները նաև տնտեսական հաշվարկ են կատարել։ 1 հեկտար ոլորի համար ծախսվում է այնքան գումար, ինչքան հացահատիկի, սակայն ոլորի գինը մի քանի անգամ բարձր է, եկամուտը շատ։ Ոլորից ստացվում է 30-ից 40 ցենտներ բերք։ Եթե 500 դրամով մենք այդ բերքը վաճառում ենք, մոտ 2 միլիոն, 1,5-ից 2 միլիոն գումար է ստացվում։ Հայաստանը ոլորը հիմնականում ներկրում է որպես պարենային սպառման ապրանք, այն դեպքում, երբ հնարավոր է տեղում արտադրել։ Սպառման շուկայի խնդրի լուծման համար խորհրդատուներն իրենց առաջարկներն ունեն։ Իրացման հարցեր կա, ֆերմերների հետ մենք խոսում ենք։ Արդեն անհրաժեշտություն առաջացել, որպեսզի պաշտպանության նախարարության մեր բանակին հենց տեղում մեր ֆերմերներից այդ գնումները կատարեն, որպեսզի կարողացածին մարդիկ կողմնավորոշեն հացահատիկայի մշակաբույսերի ցանքերից մի մասը իրենք ցանեն գարող։ Գորիսի տարածաշրջանում սա ոլորի մշակման միակ դեպքն է, հաշվի առնելով բարձր բերքատվությունն ու մշակման համար նպաստավոր պայմանները, ակնկալվում է, որ ցանքատարածությունները գնալով կավելանան։ Իրինա Յոլյան, Գևորգ Հայրապետյան, Գորիսի ժամը լրատվականի համար։